Սիրելի երևանցիներ, բյուջեի վրա ծախսը ավելացնող հերթական նախագիծն է սա։ Հիմա անդրադառնամ ըստ կետերին, այստեղ հագուստ ճղելու հետ կապված էր ասում պարոն Հավինյանը, որ պարզվում է, որ անիվով դասարանցուն 1 միլիարդ հա տվել կնոջ ընկերուհուն 1.5 միլիարդ ու դրա արդյունքում ոչ մեկը շոր չի ճղել, դա այնց հետո դժվար թե ինչ-որ մեկ ինչ-որ բանի վրա սահմանա կամ շոր ճղի։ Հիմա ըստ էության այդ նախագծի վերաբերյալ տպավորությունն է, որ սայլը բերում ձիուց առաջ են դնում։ Տրանսպորտային ռեֆորմների հիմքում պետք է լիներ նման կենտրոնի ստեղծումը, որը կաներ համապատասխան վերլուծություն եւ ըստ այմ նաեւ ռեկոմենդացիա կտար, որ քաղաքը այս այլանդակ չափերով չմեծանա։ Որովհետեւ եթե պիտի այդ մեքենաների վիճակագրությունը որ բերում եք, այսքան տրոլեյբուս է գալու, էլի ավտոբուսներ գալու, դե ասելու քաղաքի բնակչությունը մեծանում է, սկի եղածինը չի բավարարում տրանսպորտը, էլի պիտի առնենք, այդ ավտոբուսներն էլ բերեք խցկեք, այդ փողոցների թողունակությունը նեղանա, ինչքան ուզում ես կառավարման կենտրոն ստեղծի, կառավարման կենտրոն ասելու է ինչ բնակչություն եւ շարժ ապահովել եք, ըստ այդմ էլ մենք կառավարում ենք օրինակի համար, որտեղ այնքան արդեն իսկ անդառնալի բաներ ա եղել, որ այդ կառավարման կենտրոնի գործունեությունը չպետք է լինի, այդպես սլակ հավարի նման ընդամենը միտեղ սվետաֆորը մի քիչ շատ պահեն կանաչը, միտեղ քիչ կախված բանից, ծանրաբեռնվածությունից, հա։ Բանի հետ կապված քաղաքը բեռնաթափելու կարմիր գծերի մյուսի։ Դրա զուգահեռ 1-2 գոնե վերգետնյա կամ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել եք, ոչ։ Այդ կարմիր գծերի հետ կապված որ ասում եք 40,000-ը դարձել է 8,000։ Այդ որ փաթեթները առնում են հունվարին, այդ նախկինում էլի անդրադարձ ա եղել, բայց 32,000 վարորդը ոչ են արտագաղթել այս երկրից։ Ուղղակի նրանք, չգիտեմ, օրեկան կամ ամսական փաթեթ են ձեռք բերում կամ մի ժամվա դիմաց նախկին 100 դրամի դիմաց վճարում են 300 դրամ, որն է գալի դառնում այն հավելյալ 1 միլիարդը, որը մտնում է բյուջե, որն էլ դառնում է, չգիտեմ, օրինակի համար պարգևավճ։ Այդ մարդիկ չեն վերացել ու շարունակում են վարորդների թիվը ավելանալ։ Հիմա նաև այստեղ ասվեց, որ 10-11 հազարով վարորդների մեքենաների թիվը ավելանում է, էլի ավելանալու, այս էլի Շենգայիթ վարչական շրջանում հասարակական մեծածախ ինչ-որ շինություն, ձուլակտորների տարբեր արտադրատեսակներ, լավ նաև արտադրական հզորությունները գոնե կարելի է մի քիչ սահմանափակի, որտեղ ամեն արտադրական հզորություն նշանակում է բեռնատարների հոսք, քաղաքի այս մի ծայրից այն մի ծայրը։ Մի քանի բեռնատարը, մի քանի տասնյակ մեքենայի շարժախցանում, հիմա միտումը տանում եք նրան, որ պետք է բան արվի, սահմանափակումներ մտցվի, խոսվում է նաև որոշակի, չգիտեմ, ինչ-որ ժամերով, ինչ-որ մեքենաների հետ կապված կենտրոնը սահմանափակի։ Այս տենդենսներով որ դուք գնաց, դուք պիտի ոչ թե ավտոբուս կամ տրոլեյբուս ներմուծեք, այլ ձի, որ հեծյալ ոստիկանություն լինի, որ այդ բան անեն, հա, հսկողությունը, երթևեկությունը կանոնակարգեն, ձերը այդուհանդերձ մեքենաների արանքով շարունակում են երթևեկել։ Իսկ քաղաքական խոսույթի մասով տիկնակ եւ պարոնակ մի քիչ մարդկայնորեն հասկանալի է, որ այդքան հերթականությունով տարբեր թիմերում պարտվելուց հետո վաղաշապատում Պյուրոսյան մի հատ հաղթանակ եք տարել վարչական ռեսուրսով, կուտակումներով, ուղղորդումներով, ընտրակաշառքի դեպքերով, որ անգամ իսկ քրեական գործեր կան, դողսում սեղան եք գցել, մեկին $10,000 փող եք տվել եւ այլն եւ այլն, այտենց առանձնապես շատ ուրախանալու բան չկա եւ Ինչ վերաբերում է այդ բաներից կապված էլ դպրոցները ինչքան, մանկապարտեզները, իսկ ձեր տված խոստումը քանի տոկոսն եք կատարել, ինչքան ես գիտեմ 30%-ի սահմաններում այն ինչ մի 7 ամսից տեղի ունենալու պարլամենտական ընտրություններ էլի։ Այդ ժամանակ կգնաք ասեք, թե ինչ եք թերի կատարել, թերին որն ասենք կեսից քիչն է կարելի ձեր խոստացածի։ Իսկ որպես խոսքի ամփոփում Տիկին Վարդանյան, այդ կոմսոմոլի պահվածքը թողեք, անդադ փորձում եք ընդդիմությանը մասնավորապես Մայր Հայաստանի թիրախավորել, որ ֆրակցիայում ձեր ռեյտինգը բարձրանա, ձեր ճանաչելիությունը բարձրանա, այլ եմ ասում, ձեր կուսակիցները Facebook-ում տեսեք ինչեր են գրում ձեր մասին, ֆեյքերը չէ, որ մեր վրա կսալ, այդ ֆեյքերը չէ, ձեր կուսակիցները Դե լավ են անում, վատ են անում, հիմա դե հարցեր ունեք լուծելու, գնացեք ձեր կուսակիցներից ձեր հարցերը լուծեք, նոր շուռ եկեք, փորձեք մեզ բան ասեք, ինչ-որ որակումներ տակ էլի։ Հիմա ամեն անգամ դուք մի բան ասեք, մենք պատասխանենք, այդ բանը գործ չունենք։ Պարոն Սուքեսյան, մենք հանձնաժողովի նիստի ժամանակ քվեարկել ենք ձեռնպահ, բայց մեր խմբակցությունը ազատ է, մարդիկ որոշակի ազատ իրավունքի, վերաբերմունքի իրավունք ունեն այս նախագծի հետ կապված։